Հայաստանը ընտրությունների է գնում բարդ ու բազմաշերտ ռիսկերի պայմաններում դրսից հոսող ապօրինի փողերից մինչև ընտրակաշառք, սուտ ու արտաքին միջամտության ռիսկ։ Փորձագետները հենց այս պատճառով կարևորում են Եվրոպական միության նոր առաքելության ներկայությունը Հայաստանում որպես դիմադրողականության ուժեղացման միջոց։ Խիստ կարևոր է հատկապես այս փուլում եւ նոր առաքելության ներկայությունը, որովհետեւ դա իրապես մեզ տալու է կարողությունների բավական լուրջ զարգացում։ Բայց սա կարճաժամկետ խնդիր չի լուծելու, այլ շատ ավելի երկարաժամկետ, որովհետեւ կան արդեն իսկ այդ շահարկումները, որ դա աջակցություն է, որ ընտրություններին եւ այլն, մինչդեռ այդ աջակցության կարիքը մենք ունենք եւ միշտ ունեցել ենք, որովհետեւ մենք հիբրիդային սպառնալիքների ներքո ենք ոչ միայն այս պահին ընտրությունների հետ կապված կոնկրետ Ռուսաստանից, այլ նաև մենք տասնյակ տարիներ հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության, կիբերհարձակումների ներքո ենք եղել նաև Ադրբեջանից, որոշ մասով նաև Թուրքիայից։ Եվրամիության արտաքին գործերի նախարարները օրերս կանաչ լույս վառեցին Հայաստանում նոր քաղաքացիական առաքելության մեկնարկին, այն կտեղակայվի նախնական 2 տարի ժամկետով։ Մինչ այդ սուտ ու կեղծիքի կիբերհարձակումների դեմ պայքարին կաջակցի հիբրիդային սպառնալիքներին արագարձագանքման եվրոպական խումբը։ Պատկերացրեք ընտրությունների օրը կամ դրան նախորդող օրերին զանգվածային հարձակումներ լինեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կամ այլ պետական հաստատությունների կայքերի վրա եւ այդ կայքերը չաշխատեն կամ այնտեղ ինչ որ թվեր փոխվեն, սա շատ խնդրահարույց բան կլինի եւ Հայաստանին դրա պաշտպանության համար շատ անհրաժեշտ է, որ Եվրամիությունը իր օժանդակությամբ եւ իր փորձով, այլ երկրների փորձով եւ իր մասնագետներով նաեւ կարողանա ուրեմն օգնել։ Հայաստանում հատկապես սուր է ֆինանսական ներգործության ռիսկը, Հայաստանի օդային եւ ցամաքային սահմաններով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ ուժեղացված վերահսկողության արդյունքում ՊԵԿ-ը խոշոր չափի ռուսական ռուբլու ներկրման մի շարք դեպքեր է բացահայտել։ Փողերի լվացման տեսանկյունից էլի կարողությունները նվազեն եւ իսկապես այդ աջակցության կարիքը իսկապես ունենք եւ հատկապես ընտրությունների համատեքստում, որովհետեւ անօրինական շրջանառությունը, հատկապես կանխիկի շրջանառությունը, ինչը նաեւ տեսել են եւ դրա համար նաեւ եվրոպական գործընկերները հստակ արդեն պատկերացում ունեն ինչ դեպքում եւ ինչպես կարող է դա խաթարել ընդհանրապես ընտրությունների ամբողջ ընթացքը, ընտրողի ազատ կամ արտահայտման վրա ազդեցություն ունենալ եւ դա անօրինական ազդեցություն է, որովհետև այդ նույն ֆինանսական հոսքերը եղել են նաև Մոլդովայում, ընդ որում պիտի շեշտեմ, որ Մոլդովայում միայն ընտրակաշառքի վրա մոտավորապես դե գոնե այն դեպքերով, որ դեպքերով արդեն իսկ քրեական գործեր կան հարուցված, մոտավորապես 39 միլիոն եվրոյի կարգի գումար է ծախսվել, եւ դրանում ներգրաված են եղել մոտ 300,000-ից ավելի ընտրողներ։ Ընտրությունների վրա ազդեցությունը կարող է լինել նաև տարատեսակ ալգորիթմների, բոտերի եւ կեղծ ինֆորմացիայի շրջանառությամբ։ Հայաստանը այս խնդրի դեմ պայքարում է տևական ժամանակ։ Իրենք նայում են, որ սոցիալական խմբերի մոտ ինչ թեմաներն են զգայուն եւ այդ թեմաներով արշավներ են անում։ Հայաստանի դեպքում բնականաբար զգայուն հարցը Ադրբեջանի հետ կապված հարցերն են։ Դրա համար այդպես անընդհատ կեղծ լուրեր են տարածում, էլի անընդհատ վերջերս, թե 300,000 ուրեմն ադրբեջանցիներ են գալու Հայաստանում ապրելու եւ դրա մասին ինչ որ պայմանավորվածություններ կան, ամբողջությամբ կեղծ լուրեր։ Երբեմն նաեւ դա տարածում են Ռուսաստանում գործող այդ հանրահայտ դեմքերի միջոցով։ Ռուսաստանից մինչդեռ հայտարարեցին, թե Եմեն այս կերպ փորձում է խառնվել Հայաստանի ներքին գործերին, այդ թվում ազդելով հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ելքի վրա։ Սա իհարկե միջամտություն չէ, սա միջամտությունը կանխելուն ուղղված գործողություններ են, քանի որ Ռուսաստանը ինքն է միջամտություն անում, Հայաստանը խնդրել է Եվրամիությանը, որ այդ միջամտությունները կանխելու համար կարողությունները Հայաստանը հզորացնի Եվրամիության աջակցությամբ։ Հիմա բոլոր երկրները իրենց համապարփակ անվտանգության հայեցակարգերում եւ ընդհանրապես իրենց ռազմավարություններում ապատեղեկատվության հարձակումների եւ ընդհանրապես այդ խառնածին հարձակումները դիտարկում են որպես պայքարի մեկ այլ այդպես առաջնագիծ։ Հայաստանի դիմադրողականության բարձրացումը կենսական է, շարունակում է փորձագետը, որովհետեւ հիբրիդային սպառնալիքն այսօր գրեթե նույնքան վտանգավոր է, որքան հարձակումը սահմանին։ Վոլոդիա Մուշաղյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։